Ի վերջո, ով պատարակ կմատուցի կիրակի օրը, մինչ այդ կանխատեսումներ չեն ցանկանում անել անգամ կարգալույց հռչակված քահանայի հոգևոր ծառայակիցները։ Մենք էլի ծառայության վայրեր ունենք, մինչ այս կատարվել է հետևյալ կերպ։ Մեկը մնացել է Հովանանվանքում, մյուսը գնացել է մյուս գյուղերից որևէ մեկը։ Եթե չգիտեմ, ինքը մնա եւ դուրս չգա, երևի թե այդպես կշարունակվի, չգիտեմ։ Մինչ իր կարգալուծության հռչակումը մենք միասին կատարել ենք մեր ծառայությունը։ Ես իրավասու չեմ իրեն որևէ մի բան արգելելու եւ ինքը ինձ դա անում է թեմակալ առաջնորդը, մայրաթորը, խորհուրդ համապատասխան, այսինքն մարմինները։ Ֆակտոր TV-ի հարցին, թե հնարավոր է պատարագին լարվածություն ստեղծվի, Փաշինյանի գալով քահանան այսպես պատասխանեց. Այդ մարդն էլ այս երկրի քաղաքացի է, որտեղ ուզում է գնա պատարագին, դա էլ գնում է պատարագի։ Մենք ինչ կարանք իրան ասել։ Իսկ դուք կիրակի օրը Հովանանվանքում եք լինելու։ Դեռ չգիտեմ ճիշտն ասած։ Պատարագը այնուամենայնիվ վերարամը կատարի, ուրեմն ես կգնամ մեկ ուրիշ գյուղ պատարագի։